Պատկամ Եփեսոսի եկեղեցու թեման քու առաջվան սերը ցկեցիր Աստծո խոսքեն պիտի գարտամ հայտնություն Հովհաննու երկրորդ գլխուն առաջին 7 համարները Եփեսոսի մեջ եղած եկեղեցին հրեշտակին կրե Այսպես կսե անիգա որ իր ցերկի մեջ 7 ասղեր ունի ու 7 ոսկեղեն աշտանակներու միջև գբդդի Գիտեմ քու գործերը եւ քու աշխատությունը ու քու համբերությունը եւ որ չարերուն չես կրնար դանիլ ու փորձեցիր զանոնք որ գսեն թե իրենք առաքյալ են ու չեն եւ կդարտը սդախոսեն Համբերություն ունենալով նեղություն գրեցիր իմ անբանս համար ու չթուլցար Բայց քեզի թե փամ ունի քու առաջվան սերը ցկեցիր Միտքդ բեր հիմա ուրգե որ ինգար ու աբաշխար Եվ քու առաջվան գործերը ըրե Եթե ոչ շուտով պիտի կամ քեզի ու քու աշտանակդ իր դեղեն պիտի շարժեմ եթե չաբաշխարես Բայց ասիգա ունիս որ նիգողոսյան գործերը գադես որոնք ես ալ գադեմ Ան որ ագանջ ունի թող լսե թե հոգին ինչ կսե եկեղեցինը Ան որ գահախտե անոր ուդել պիտի դամ գենած ծարեն որ Աստծո թրախտին մեջ Յոթը եկեղեցիներ են, Եփեսոսը միակ եկեղեցին է, որ ունի պատմական ենթահող նոր գտակարանի մեջ։ Օրինակ, մենք Իզմիրնայի մասին, Բերգամոնի մասին, դեղեցություն չունենք նամակներում մեջ, սակայն Եփեսոսի եկեղեցու մասին բավական բան ունենք։ Քորձ 19-ով մենք կծանոթանանք Եփեսոսի եկեղեցու։ Եվ կտեսնենք, որ այս եկեղեցին ուներ երևելի կորձիչներ, Աբողոս, որ զորավոր էր սուրբ գիրքերով չերմերանտ հոգի ուներ, Եփեսոսի մեջ կգտնվեր Բրիսկիղան եւ Ագյուղասը, որոնք նվիրյալ զույգ էին իրենց տունը եկեղեցվով բացած, հոգևոր գիտությունով եւ կյանքով հարաճացած ընդիր հավատացյալներ էին Եվ ապա կտեսնենք, որ Եփեսոսի եկեղեցու կմիանա Պողոս առաքյալ իր հետ ունենալով մի քանի ծառայակիցներ, որոնց մեն նշանավորն է Դիմետրիոսը։ Պողոս առաքյալ Եփեսոսի եկեղեցու մեջ ծառայեց 3 տարիներ։ Քիշեր եւ ծորեկ այս եկեղեցու մեջ ծառայեց։ Աստվածային առաջնորդությամբ եւ ինք Եփեսոսեն դուրս ելավ երթալու ուրիշ քաղաքներ ավետարանը կարոզելու ժամանակ մի ետքը այս եկեղեցու քրեց իր ուղերձը, իր նամակը։ Եվ ասեմ ցեզի, որ Պողոս առաքյալի նամակներուն թակուհին Եփեսոսն է։ Մույսները շատ հadoop պատճառներ ունին ինչու այդ նամակները քրված են։ Բայց Եփեսոսի եկեղեցու ուղված նամակը ոնց որ Պողոս առաքյալ իր սրտի խոսքը իր ունեցած բոլոր գիտությունը գուզե փոխանցել այս եկեղեցու որովհետեւ այս եկեղեցին շարունակե ապրիլ աստվածահաճո գերբով Ապա մենք կտեսնենք որ Պողոս առաքյալ Եփեսոսի հովվությունը հանձնեց Դիմետրիոսին Երևելի կորձիչներ կային հոն, ինքը 3 տարի քիշեր ծորեք իրենց մեջներ, իր առաքելական ճամփորդության մեջ ամենաերկար ժամանակը ինքը անցուցած է Եփեսոսի մեջ, եւ ապա կտեսնենք, որ իր ամենաընդիր աշակերտը, որուն համար կսե ամենքը իրենցը կփնտրեն, իրենց եսը կփնտրեն, անձը կփնտրեն, բայց կսե Դիմետրիոս կփնտրե այն ինչ որ դերոջ Այս ընդիր աշակերտին հանձնեց Եփեսոսի ծառայությունը եւ հովիվությունը։ Այս եկեղեցին ուներ աստվածափանական գիտություն։ Եփեսացիս նամակին առաջին 3 գլուխները հստակ մաքուր աստվածափանական ճշմարտություններ են, որ առաքյալը գրած է եկեղեցու։ Հատկապես ընդրության վարդապետությունը, փրկության վարդապետությունը, Սուրբ Հոգիի վարդապետությունը, եկեղեցու Սուրբ ընտանիք լալու վարդապետությունը
եւ Սուրբ Ոգիի ներկործությունը հավատացյալների մեջ։ Մաքուր աստվածապանություն։ Շատ լավ գիտություն ունեն եւ Եփեսացիներուն ուղված նամակը իրեն ցերկն էր, առաջին անգամ իրենք կարդացին, երբ կոմուս եկեղեցիներուն ուղարկեցին, բայց եւ այնպես իրենց միջոցով Եփեսացիներուն գրված նամակը բախվեցավ, մինչև եկավ օրը այն ձեռբեցավ նոր գտակարանի քիրքերուն մեջ։ Եփեսոսի եկեղեցին ուներ ճշմարիտ քրիստոնեական կենցաղավարության գիտություն։ Եփեսացիս 4-րդ, 5-րդ, 6-րդ գլուխները մեզի կխոսի, որ հեթանոս աշխարհի մեջ մեր քրիստոնեական կյանքը, վարմունքը ինչպես ըլլալու է։ Լուրջ կենցաղավարություն։ Եթե աս 3 գլուխները, երկրորդ 3 գլուխները լավ ճանչնանք, մենք կիմանանք, որ աշխարհի մեջ ինչպես վարվելու ենք։ Հանելու ենք մեր հին մարդը, ինչպես մեր հին շորերը կանենք եւ հակվելու ենք նորը իր ստեղծողին պատկերին պես կատարյալ սրբությունով եւ արդարությամբ։ Ստեղծողին պատկերը այսինքն խոսքը Քրիստոսին էր։ Ապա աս եկեղեցին ուներ շատ հզոր հովվափանական գիտություն։ Նոր գտակարանի մեջ հովվափանական քիրքերը Դիմեթիոս, երկու Դիմեթիոսները եւ Դիտոսն է։ Եվ երբ որ Դիմեթիոս Եփեսոսի եկեղեցու մեջ կծառայեր, Արաքյալը իր աշակերտին ուղարկեց Դիմեթիոսին նամակը իր անունով փանալիփարն է, որպես գիտնաս թե ինչպես Աստուծո դանը մեջ պիտի բդդիս։ Առաջին Դիմեթիոսի երկրորդ գլուխն է, ինչպես պիտի վարվիս, ինչպես եպիսկոպոս, սարգսակ պիտի ցերնատրես, այլիներուն էլ ինչպես պիտի վարվիս, դերահասակ լիներուն էլ, երեցներուն էլ, այսինքն դարիքով մեծերուն էլ, եկեղեցու երեցներուն էլ ինչպես պիտի վարվիս, եւ։ Շատ հստակ աս եկեղեցին հովվափանություն ուներ, աստվածապանություն ուներ, քրիստոսապանություն ուներ եւ հովվափանություն ուներ։ Ուրեմն ինչ կտեսնենք, որ աս եկեղեցին փայլուն, օրինագելի, հզոր եկեղեցի մներ, թեև շատ ապագանած քաղաքի մեջ հիմնված էր։ Եփեսոսը նշանավոր էր իր հեթանոսական դաջարներով, նամանավանդ այդ դաջարի մեջ կործված մեղքերը ահռելի էր։ Եվ երբ որ մենք ուկանք հայտնություն Հովանու գիրքը նամակը կարդալու, այսպես եթե հաշվարկ մնենք հաստատ Եփեսացիներուն գրված ուղերձեն ետքը, երբ որ հայտնություն Հովանուն ուղարկվեցավ Եփեսացիներուն, շատ հաստատ ավելի քան 35 տարիներ անցած էր։ Քրիստոնեությունը այդ օրերուն երկրորդ սերունդն էր։ Շատ հավանական է, որ առաջին սերունդը ներկա է, բայց արդեն շատ զորավոր կերպով եկեղեցու մեջ ներկա էին առաջին քրիստոնեության երկրորդ սերունդը։ Այսինքն, եթե Քրիստոս, այսպես ասենք, 33 թվականի հարություն արած էր, նամակը գրված է հայտնություն Հովանուն 93, 60 տարի, 60 տարվա մեջ շատ նորմալ է, որ սերնդափոխությունը իր երկրորդ սերունդին հասած կլա։ Հիմա մենք կսկսենք վերլուծումներն էլ այս եկեղեցու մասին, բայց որովհետև Եփեսոսի եկեղեցին բավականին պատմական ենթահող ունի նոր գտակարանի մեջ, առաջին անգամ ընալով այս եկեղեցու պատկամը պիտի ներկայացնեմ համեմատելով Աստվածաշունչով։ Ինչ որ կգարտանք Աստվածաշունչի մեջ եկեղեցու մասին, Եփեսոսի մասին անոր հետ այս համեմատությունը բիտնեմ։ Այս ծևը ինձի համար առաջինն է, թեև առաջին անգամ չէ, որ այս եկեղեցու մասին գխոսի։ Հիմա մենք այդ հարց մտանք։ Մենք մեզի մտածում ենք, ինչու առաջին պատկանը ուղղվեցավ Եփեսոսի եկեղեցու։ 7 եկեղեցիներ կան։ Ինչու առաջինը
Եփեսոսին քրվեցա։ Ես վստահ չեմ, թե ինչ էր պատճառը։ Ես չեմ գիտեր։ Բայց շատ հավանաբար առաջին փորձությունը եւ մարտահրավերը, որ Քրիստոսի եկեղեցին գտիմագայի, այն է, որ եկեղեցին իր հովիվով եւ անդամներով գործընծնեն իր առաջին սերը, որ գծուցաբերեր Քրիստոսի եւ եկեղեցի։ Այսինքն հոգեվոր կյանքի անգումը, հոգեվոր կյանքի վայրեջքը շատ հավանական է, շատ իրական է, որ հավատացյալներ սկսին լավ, բայց չշարունակեն լավ։ Հին ուխտի մեջ մենք կհանդիպենք թագավորներու, որոնց հետ ընդհանուր կյանքին նայենք, կարանք այսպես ասել. լավ սկիզբ, վատ վախճան։ Եվ շատ հավատացյալներ այս տեսակ փորձություններու հանդիպեցան եւ այս մեկը սիրելիներ ուրիշ բան չէ, եթե ոչ քայքավություն։ Եկեղեցու արչեւ գեցող մարտահրավերը եւ փորձությունը եւ հավատացյալին սերը սկսի բարել։ Երբ մեր սերը սկսի բացիլ Քրիստոսի եւ եկեղեցու հանդեպ, այս կնշանակե մեր սիրտը սկսած է փնտրել ուրիշ բան։ Մեր սրտերուն մեջ բնակելու է մեկ սեր, այն ալ Հիսուս Քրիստոս եւ իր եկեղեցին։ Այսինքն Քրիստոս մրցակից չընդունիր, չի հանդուրժեր։ Ասկիրագի ընդհանուր ավանդական եկեղեցու դոմարով դնդեսի դիրակին է։ Եվ գսվի դնդեսությանը հաշիվը դուր։ Հալելույա, շատ երկար, շատ խոսած ենք այս մասը։ Բայց դնդեսի արագը գսկսի, որ մարդը իր դերոջ ստացվածը կպիճացներ, բայց գիտեք արագը ինչպես գավարդի, չեք կրնար ծարայել Աստուծո եւ մամոնային։ Առաջին լսարանը շատ լավ հասկացավ, որ իրենք ցերպազատված լալու են մամոնային փողը, որովհետեւ փողը մրցակից է Աստուծո։ Դերը չուզեր, որ մեր սրտի մեջ երկու սեր բնակի մեկ սեր։ Մենք պիտի նայենք 7 եկեղեցիներուն, եւ իմ նայվածքը այն է, որ այս 7 եկեղեցիները սիրելիներ երկրի վրա կներկայացնեն Քրիստոսի եկեղեցու ընդհանուր պատկերը։ Հիմա իրականություն է, որ մենք կապրենք այնպիսի շրջանում մեջ, ինչպես այն օրը, մեր շուրջը դեսագավոր շատ հարանվանություններ, որոշ վարդապետական տարբերություններ, որոշ պաշտամունքի ցևով տարբերություններ եկեղեցիներ կան, ասի իրականություն է։ Մենք աշխարհքալեն առաջ այս 3 մեծ հարանվանությունները եւ այս 3 մեծ, այսինքն առաքելական կաթողիկ ավետարանական եւ այս 3 հարանվանությունները իրենց ընդհանուր մասնաճյուղերով քոյություն ունեին եւ ունին։ Ինչ որ պատմության մեջ պատահած է, անի իմ եւ քու սխալը չէ, բայց մենք այսօր շրջապատված ենք տեսակավոր եկեղեցիներով։ Ինչպես այս 7 եկեղեցիները որոշ հատվածի մեջ 7 տարբեր վիճակներ եւ պայմաններ ունեին, բայց Քրիստոս բոլորին ընդունած է իր եկեղեցին։ Այս եկեղեցիները կներկայացնեն Քրիստոսի եկեղեցին։ Այսինքն ինչ է սերվում, 8-րդի մասին չմտածենք։ Առաջ այս 7 եկեղեցիները լավ ճանչնանք եւ սկսենք համեմատել մեր կյանքը եւ մեր ծառայությունները համաձայն այս 7 եկեղեցիներով։ Եվ մենք սիրելիներ, մենք այսօր հոս, որ մենք մեր վրա անուն ընդունեցինք Աստվածաշունչի եկեղեցի, Հայաստանյան ավետարանական քրիստոնյաներու մգրտական հարանվանություն եւ համայնք, ասոնք անուններ են, ասեմ ցեզի, մենք այսօր ներկայիս այս 7 եկեղեցիներեն մեկուն քոնե շատ մոտ ենք, շատ նման ենք, այսպես կամ այնպես
Մենք մեզ պիտի փախտadենք ասյոտը եկեղեցիներուն հետ։ Ուրեմն մենք ասյոտը եկեղեցիները լավ ճանչնալու ենք։ Հիսուս ինչպես ներկայացավ աս եկեղեցվո հովիվին։ Մենք տեսանք, որ առաջին գլխում մեջ կտեսնենք Քրիստոսի նկարագիրը եւ 7 եկեղեցիներու մեջ ամեն մեկ եկեղեցու Քրիստոս կներկայանա իր նկարագրով։ Եփեսոսի եկեղեցին ինչպես ներկայացավ։ Գսել որ իր ածերքի մեջ 7 աստղեր ունի ու 7 ոսկեղեն աշտանակներու միջև գտտի։ Դերը Քրիստոս աս եկեղեցու հովիվին ըսավ թում երկու եկեղեցի ցերքիս մեջ։ Այսպես ներկայացավ։ Ուրեմն այս խոսքը աս ներկայացումը ունի իր հadoop խոսքը պատկամը առաջին անգամ եւ հատկապես Եփեսոսին եւ ապա մեզի փոլորիս ով հովիվ եւ անդամներ եւ դուք բոլոր եկեղեցիներ դուք իմ ցերկերուս մեջ եք ես ձեր պաշտպանը եւ բահաբանն եմ դուք աշխարհի ճակատագրին չեք հանձնված որովհետեւ ինձ եք ես եմ որ ձեր վիճակը լավ կճաշնամ եւ կհասկանամ դուք իմ աչքերս չեք վրիված ամենաբարձ բացատրությունը Երբ որ իմ աղջիկները բզդիկ են և ես իրենց ցերկերն եմ բռնած գիրանորյա կդանեի, ես ինքս և իմ աղջիկի շատ ապահով կզգայի և աղջիկս իմ ցերկս բռնած է և ես իր ցերկը բռնած եմ։ Մի անգամ իմ մեծ եղբորս տղան, Գվարդին Հոսե իր եղբարը, հորը ցերկը թողեց, վազեց, ավտոն խփեց։ Մեղավորը երեխան էր, ինչու հորը ցերկը թողեց։ Բայց որքան ավեն որ հորը ցերկը բռնած էր, ապահով էր։ Երբ որ Հիսուս ասում է որ դուք իմ ցերկերուս մեջն եք, Հիսուս ասում է որ ես եմ ձեր պահապանը եւ պաշտպանը։ Ուր որ եք, ինչպիսի վիճակի մեջ եք, ձեր շունչը ինչ որ արգա, դուք իմ ցերկերուս մեջ եք։ Այս պատգամը Եփեսոսի հովիվին եւ եկեղեցիներու համար պետք է շատ բան փոխեր եւ նաեւ մեզի եղբայրս եւ քույրս Քրիստոսի ցերկերու մեջ ես փառք Աստծո եւ Քրիստոս ինչ կսա եւ ինձ իր նկարագրով կներկայանա հիմա կգարտամ մի քանի համարներ նույն հատված են գիտեմ քո գործերդ եւ քո աշխատությունդ ու քո համբերությունը եւ որ չարերուն չես կրնար դանի ու փորձեցիր զանոնք որոնք կսեն թե իրենք արաքյալ են չեն եւ կդար թե սդախոս համբերություն ունենալով նեղություն գրեցիր իմ անվանս համար ու չթույցար Աս եկեղեցու Քրիստոս կներկայացնե իր քնահատանքը, իր կաչալերանքը, որովհետև աս եկեղեցին իրոք քնահատելի գործեր ուներ։ Աս եկեղեցին Պողոս առաքյալ Քորձ առաքելոց 20-րդ գլխում մեջ ինչ որ հորդորած էր մեծար մասամբ պահած էր։ Տեսեք, ինչ կսի ասված, գիտեմ քո գործերդ եւ աշխատությունդ, գիտեմ համբերությունդ եւ գիտությունդ, կճանչնամ հավատքդ եւ դողունությունդ։ Եկեք Քրիստոսի դված այս երեք նախատասությունները, քնահատանքը, քաչալերանքը տեսնենք Քորձ առաքելոց 20-րդ գլխում մեջ, իհայտ ուկա, թե Պողոս առաքյալ ինչ որ հորդորած պատվիրած էր, աս եկեղեցին բահած էր, ցեզ գարցնեմ աստուծո և անոր շնորներու խոսքին, ըսկուշացեք ձեր անձերուն և հոդին, հապշտագող քայլեր վիդիկան պաշտպանեցեք հոդը, կտեսնենք, որ ինչ որ Պողոս առաքյալ իրեն սորվեցուցած էր, աս եկեղեցին բահած էր, հիմք ունենալով Պողոս առաքյալի խոսքերը, որ մեզի գուկա Քորձ առաքելոց 20-րդ գլխում մեջ։ Այս բոլորը ներկա է Եփեսոսի եկեղեցու մեջ, բայց
ու կայժղտականը ոչ քնահատելի սիրո կյանքով։ Ինչու դերը ասում է քո առաջվանսերը թողած ես, Հիսուս չի ընդունում գոդորված սիրով եկեղեցական կյանք եւ գործեր։ Մա գոդորված բանը ես ասել գործածեմ, որովհետեւ մեր լեզվով սա կնշանակե վերաքննելի։ Այս բանը այստեղ ջամարանում սովետ անոտացա, եթե քնահատականը ընդհանուրը 5 է եւ դու 2 ես դրել, ուրեմն ինչ եղած ես գոդորված ես։ Մենք կսենք գրտնեցիր, մենք կսենք վերաքննելի է։ 100-ի վրա եթե 50-ն նվազ եկա, վերաքննելի է։ Այսինքն իմ լեզվով ասեմ, Հիսուս վերաքննելի սեր չընդունիր, ցախողած ես։ Տասարանը չես կողմ։ Հիմա եկեք սիրելիներ, գիտեմ քո գործերդ եւ աշխատությունդ, գիտեմ համբերությունդ եւ գիտությունդ, կճանչնամ հավատքդ եւ դողունությունդ, մի անգամ եւս սրանք համեմատենք Պողոս Արաքյալի պատգամով, որ գուքամեզի առաջի Կորինթացիս 10-րդ գլխում մեջ։ Տեսեք ինչ կսե, եթե մարդոց ու հրեշտակներու լեզուներ խոսին, եւ սեր չունենամ, ես сайн դվով բղինցի մբես եղա կամ հնչեցնող ձնձղաներու ես։ Հրեշտակներու լեզու, մարդոց լեզուները մեծ գիտություն գոդորված սեր։ Կսե ոչինչ է։ Եվ եթե մարգարեություն ունենամ, բարձր հոգևորություն, դեսիքներ հանգություններ առնող, ու հասկանամ ամեն խորհուրդներ, Աստվածաշնչի բոլոր խորհուրդները հասկանամ, ունենամ ամեն գիտություն, եւ եթե ունենամ հավատ, մինչեւ իս լերները դեղափոխելու եւ սեր չունենամ, կսե ես ոչինչ եմ։ Մենք հիշենք Մատթեոս 7-րդ գլուխը, բիցային օրը միլիսեք դեր քո անունով հրաշքներ ըրին, իվաններ բժշկեցին, մարգարեություն ըրին, դերը միլիսեքս չեն ճանչնար, որտեղ իրենց կյանքի մեջ սեր չկա։ Ուրիշ բան կա եւ այդ մեկը մեղք է։ Եվ թե իմ բոլոր ստացվածքս աղքատներուն գերցնեմ ու իմ մարմինս այրուվելու դամ եւ սեր չունենամ, օգուտ մը չեմ ունենալ։ Ունեցածս բաժն է, քո անձը դարձոհե, ասես եթե սեր չկա, օգուտ մը չես ունենալ, ինչպես որ մենք ասում ենք կտեսնենք իսլամական աշխարհի մեջ։ Գիտեք իրենց կողմային միսի մտածելակերպ կա, որ իրենք սիրում են, փափագում են, նվիրվում են, գիտեք ինչի, մահանալու։ Եվ ասե որ կսարսափեցնե արևմուտքին։ Արևմուտքը գսե մենք ուզում ենք ապրիլ, իսլամները գսեն մենք ուզում ենք մեռնել։ Անորոման իրենց արջև կանգնելը շատ դժվար է։ Արաքյալը գսե եթե նույնիսկ քո անձը ձոհես, բայց եթե մեջը Քրիստոսի սերը չկա, օգուտ մը չես ունենալ։ Ուրեմն հատվածին կանք, արդյոք ինչ էր պատճառը, որ այս հովիվին սերը գոդրվեցավ։ Այս եկեղեցին, որ լավ աշխատանք ուներ, լավ աստվածաբանություն ուներ, լավ գիտություն ուներ, գրնար զանազանել բարին եւ չարին, սուրբ արաքյալներուն դուրս անեց, բայց ինչու այս եկեղեցու հովիվին սերը գոդրվեցավ։ Ընդհանրապես, Եփեսոսի եկեղեցին թեման վերցնող քարոզիչները կփորձեն պատճառը գիտնալ։ Եվ ասեմ ձեզ, ես չեմ գրնար 100% կոնկրետ ասել պատճառը այս է, որովհետև պատճառը չի հիշված։ Ինքը Եփեսոսի եկեղեցու հովիվը ինձ ինքը կճանչնա։ Բայց մենք հիմա պիտի փորձենք փնտրել, արդյոք ինչպիսի պատճառներով եկեղեցու հովիվին եւ անդամներուն սերը կգոդրվի։ Հավանաբար հովիվը հոգնեցավ։ Հովիվներու թիմագայած փորձությունները մեկը այս է, որ շատ կբեռնավորվի եւ դեմը կա այլևս կսկսի ծառայությունը իր ցերկերեն թափտփի։ Գողոքնի հավանաբար։ Այսինքն այո հովական աշխատանքը իր հատուկները եւ ծանրություն ունի, բայց ադի որքան է։ Երկրորդ, որ շատ կլսեմ եւ շատ կծավին, հավանաբար այս եկեղեցու հովիվը չի քնահատվեցավ
Երբ որ հովիվները կողքովի կան, ընդհանրապես իրենց բողոքը եւ դժգոհությունը, որ իրենք չեն քնահատված։ Ասիկա լսեցի Բեյրութի մեջ, ասիկա լսեցի Տուրսի երկիրներում մեջ, եւ ասիկա այսօր մենք կաբրինք Հալեբի մեջ, որովհետեւ այդ հավասարակշռությունը պահել, ունենալ եկեղեցի եւ հովիվ, եկեղեցին իր բարդականությունը քնահատելի գերբով ցուցաբերել հովիվին, հովիվը իր սերը եւ ծառայությունը քնահատելի գերբով ցուցաբերել իր եկեղեցվով, այդքան արդյունին չէ։ Ես սկսեմ Երանի այն եկեղեցու հովիվներում, որ իրենք 4-րդ, 5-րդ սերունդն են։ Եվ դու եկեղեցի նոր կսկսես, ամեն ինչ նոր է, եւ դու հոն չունիս հմուտ ելեցներ, դարիներու փորձարու, եւ դու հոն չունիս դարիներու փորձարու հովիվ, մանավանդ վերջերս հովիվները շատ կդեղափոխվի, հոն քնահատականը կրնա գոդրված է։ Հիմա ես փորձում եմ պատկերը ներկայացնել։ Վիճակագրությունը լսեցի, հավատալը դժվար է, բայց կարոզի եղբայրը վստահելի է։ Լսավ Ամերիկայի մեջ, ամեն ամիս 1500 հովիվներ իրենք ծառայության են կհրաժարի։ Ինչ մեծ թիվ է։ Այլ եղբայրը սա բայ չկինում։ Սա ուրիշ եկեղեցի կերտա։ Ժամանակն ու ետքը հոնդերն արգազում։ Բայց փորձալու հմուտ հովիվներ, գսեն երբ հովիվը եկեղեցվո մեջ 30-40 տարի կծառայե, այդ եկեղեցին դարբեր կպատրաստվի։ Բայց երբ շուտ հովիվը կփոխվի պաշտոնյայի պես, այդ զորավոր հմդությունը, այդ զորավոր նվիրումը քիչ կտեսնվի։ Հիմա, հավանաբար, այս հովիվը չի քնահատվեցավ։ Ես այնպես կխորին, որ Հիսուսի ներկայացումը մեծ բաղկամ էր հովիվին, որ դու ինձ ձեռքերուս մեջ ես։ Ասիկա շատ կարևոր է։ Հիսուս հովիվին գսե դու ինձ ձեռքերուս մեջ ես։ Քու համքիստը եւ քու քնահատականը ինձ մեր է, որ քեզի բուքա։ Իմայրս Սպրջենին քիրքը շատ կգարտար եւ գսեր դղաս Սպրջենը գսե ան որ Աստուծո կծառայե, Աստված իրեն լավ կբարձրացնի։ Հիմա նայեցեք։ Հովիվը իր բարձրացությունը պիտի գտնե եկեղեցին դե Աստուծո։ Երկուքեն, վա։ Ճիշտ ես։ Բայց Հիսուս հովիվին գսե ձեռքերուս մեջ ես։ Եթե եկեղեցին քեզ չգրծավ քնահատել, դերը կքնահատել։ Երկրորդ, գիտեք ինչ կպատահի։ Բոլոր հովիվները սկիզբում մեծ երանքով, հոգիով, խանդավառված ծառայում են Քրիստոսի եւ եկեղեցու։ Կամաց սկսում են տեսնել անդամները եւ ոչ Քրիստոս։ Սկսում են դիտել, որ իրենք ծառայում են անդամներուն, բայց հովիվը ծառայելու է Քրիստոս։ Էլի հարևերնք։ Մի երդասարդ հովիվ եկավ եկեղեցի եւ եկեղեցական ծառայությունը ստանցնեց, այսպես բարձրահասակ, քերատեր, ինչպես Սավովը կներկայացվի, այսպես արդակնապես սելիք չի գա։ Եվ այս հովիվը սկսավ ճանդան, ճիգերով, օքիով, հալև կսեն ճանդան յուրակտել, բոլոր սրդով ծառայել եւ բոլորը ասին եղբայրագով կտեսնես, ինչ լավ է։ Ոչ թե ոչ քնահատանք, ոչ եկեղեցի սեր, ոչ ես իրեն հետ։ Նույն դերը կծառայի, քիչ մը համբերենք։ Տեսնենք ինչպես որ սկսավ այդպես պիտի շարունակե։ Այս հովիվը սկիզբում որ պիտի աղոթեր ձունգի գուքար։
Եվ ժողովուրդը գիյանա, բոլորի առջև ձունգի եկավ։ Տարիներ անցավ, օրեր եկավ, երբ որ ինքը փեմի վրա ծառայություն չունի, կմտնեք էլ եկեղեցի։ Մի ցև գնե, մի ժամացուցին գնայ, մի փան գնե, չի գիտեմ, աչքերովս կտեսնեմ, քննադատական չեմ ասում։ Մի դուրս գնե։ Մի քանի րոպե դուրսը կմնա երկու կա։ 5-10 րոպե վեճը էլի մի ցև մգնե, որպես դե կարևոր խնդիրը բադայեցա, որ Միքայելիսի դինիս սիտերես օրը չդեսա, ասովի սկիզբը միջև ավարտը նստած բաշտամունքի հետևում է, գմտնեք էլ է, և ասոր նման գամած, և որ եկավ ժողովուրդը սային, աս ինչ մեծամիտ, աս ինչ հբար հովիվ է, խելքը միտքը փող, խմիչք, սիրելիներ, բոլոր հովիվները սկիզբում Քրիստոսի ծառայեն, բայց կարևորը մինչև վերջ։ Երկրորդ պատգամի մեջ պիտի տեսնենք մինչև վերջ փառը։ Եվ սիրելիներ, իմ կյանքը շատ մեծ ազդեցություն ունի ձեր վրա։ Ձեր քաջալերական մեկ խոսքը, եթե կաք արդեն գնեք շատ գոհ եմ, շատ շնորհակալ։ Ասպես տեսնեմ դուք շվիդով ուրախությամբ եկեղեցի եկած եւ գսեք։ Դե օրհնեց քեզ եղբայրը։ Դուք չեք գիտերես որքան կանանստա։ Եվ կտեսնեմ գիրագորվա պաշտամունքը օրհնյալ է բացակայություն չի գա, դու գերտամբիքին ասում եմ ուրախութենես հոգնությունս մորանում եմ։ Ամեն ինչ սիրելիներ իր երկու կողմանի դեր ունի, բայց չլատ է, օրը մեր մտքով անցնի, որ մենք ծառայում ենք իրարու։ Մի քանի բան պիտի ասեմ, կամ մենք ուզում ենք հովիվը հաճեցնել, ոչ, մենք ծառայում ենք Քրիստոսի։ Այն հովիվները, որոնք իրենց գնահատակը գագնգալեն մարդեն, անոնք փորձության առաջ են կանգնած։ Սիրո վայրեջք, որովհետև մարդը չի կարող լիարժեք գնահատել Աստվածագործ, Աստուծո ծառան, օրինակ Մովսես, ինչպես նաև Պողոս առաքյալ։ Անպայման հովիվը ընդդիմության կհանդիպի։ Պիտի գտնվի մարդիկ, պիտի ով ես, ինչ է ըրածդ, ինչ գիտես։ Մովսեսի ասեցին, չէ՞։ Ասեցին Մովսեսին, դու մեզ անաբար բերիր, որպեսզի հենց զորացնես։ Պողոս առաքյալին ասեցին։ Ով քեզ առաքյալ նշանակեց, ինչու Պողոս առաքյալն իր առաքյալ ընտանը պաշտպանեց։ Մարդիկ ասին մեկ հատ երևույթին նայիր, երևույթը ասպես դգա բաց խոսքերը խիստ։ Որ մտիկնոջս ասի, եթե Պողոս առաքյալ բոլորին կողմեն չընդունվեցավ, հերիք չէ, որ զիսան մեժողներ ընկան, ես ադիկա պետք է, որ իմ կյանքից մեջ ակնկալ եմ։ Մովսեսի հագարակ կեցողներ եղավ, բայց Մովսես շարունակեց, բայց հաճախ հովիվներ ոսկ ընտնին, 180-ը կգնահատեն, մի մասը, որ բզդիկ փողոք վերցնեն, ամիջապես մենք ինչ կսենք, կսայթակին, կչոքին։ Անորամարտները մեզ զգուշացնում են։ Սիրելիներ, մենք մոռնալու չենք մեր ծառայության գոչումը եւ մեր ծառայության օրինակը մեր փրկիչն է, որը սա Քրիստոս, ես մարդոցմեն փառք չեմ ընտրել։ Նաեւ Պողոս առաքյալ։ Հիմա մեկ հատ նայենք Գործարքիրոց 20-րդ գլխու 18-րդ։ Հուսամ հատվածը գարտացած եք։ Այսպես կգարտան 20-18 Գործարքիրոց։ Երբ եկան Սավանոց։ Պողոս առաքյալ գանչած է Եփեսոսի
երեցները եւ իր հրաժեշտի խոսքը ուտա։ Ասպես կսկսի։ Դուք գիտեք թե առաջին օրեն ի վեր ես Ասիա եկա, ինչպես ցեզի հետ վարվեցա բոլոր ժամանակը։ Պողոս Արաքյալ եկեղեցին հետ ինչպես վարված է։ Ամենայն խոնարհությամբ դերոջը ծառայելով եւ շատ արցունքով ու փորձություններով, որ հрьяաներուն նենկությունով ինձի պատահեցա։ Ինչպես վախնալով բնավ ետ չգեցա օգտակար բաները ցեզի ասել է ու ցեզ հրաբարակավ եւ տան մեջ սորվեցնել է։ Հոս Պողոս Արաքյալ իր ծառայության 3 հիմքերը գտել է։ Գսե, ես ցեզի ծառայեցի ամենայն խոնարհությունով։ Խոնարհությունը Եփեսոցի նամակի մեջ տալ Պողոս Արաքյալ հիշած է։ Հիշելով ձեր գոչումը քալեցեք ամենայն խոնարհությամբ։ Պողոս Արաքյալի խոնարհությունը այն էր, որ ինքը Արաքյալ էր, ինքը կարող էր, ինքը իր բոլոր ունեցած կարողությունը, գիտությունը, իմաստությունը, հանճարը դրամատրած էր եկեղեցվով եւ ասում էր. ես ձեր եղբայրն եմ, ես մեղավորներուն գլուխն եմ, ես եկեղեցին հալածած եմ։ Պողոս Արաքյալ ինքը համահավասար թասած էր, այդպես կվարվեր իր անդամներուն հետ, իր ունեցած հզոր ծառայությամբ։ Այս էր խոնարհությունը։ Գսե ծառայեցի ցեզի արցունքով։ Սիրելիներ, եկեղեցական մեր ծառայությունը լինելու է արցունքով, աղոթքով եւ ոչ միայն գիտությունով։ Հոգևոր կորձիչի մեջ դեսնվելու է սիրելիներ խոնարհությունը եւ աղոթքի կյանքը։ Խոնարհությունը եւ աղոթքի կյանքը բարգեր չէ, գոչում չէ, առաքինություն է, որ մենք անիգա վաստգելու ենք, առաքինություն է, որ մենք անիգա ցեք փերելու ենք։ Բոլոր հավատացյալներն կխնդրվի, որ հավատացյալները լինեն խոնարհ եւ աղոթարան։ Բոլորը նույն բարգերը, բոլորը նույն կարողությունը չունին, բայց դերը կբահանջե մեզ խոնարհություն եւ աղոթքի կյանք եւ ծառայենք, գսե ծառայենք վախով, գսե ինչպես վախնալով բնավ ետ չգեցա օգտակար բաները ցեզի ասելով։ Ծառայությունը վախով նշանակում է, որ մենք ծառայելու ենք ըսկուշությամբ։ Պողոս Արաքյալ Դիմետրիոսին քանի անգամ ներհիշեցուցած է ասելով ըսկուշ եղիր, ըսկուշացիր։ Ի վերջո հավատացյալները մարդ են, աշխարհի մեջ են, փորձության առջև են, Աստուծո երկյուղը մեր սրտի մեջ սարելու չէ, ինքնավստահությունը գլուխ վերցնելու չէ, այլ ծառայելու ենք վախով զգուշությունով։ Ծառայենք կողունագությամբ, չլա թե ծառայենք մարդոց։ Քորձ 20-24-ի մեջ Արաքյալը գշարունակե եւ գսե, բայց ես բանիմը համար հոգ չեմ ուներ, իմ անձս բադվական չեմ սեբեր, ինչ հզոր խոսք է, միայն թե իմ ընթացքս ուրախությամբ կատարեն եւ այն պաշտոնը զորդեր Հիսուսե արի Աստծո շնորհքներին ավետարանի վգա ըլլալու։ Այն հովիվը, որ Քրիստոսագոչ է, գանչված է Քրիստոսի կողմանը, գծարայե Քրիստոսի, ցուցաբերելով Քրիստոսի սերը Քրիստոսի աշակերտներով։ Խոսք ուզեի հասնել։ Մենք Քրիստոսի գծարայենք եւ Քրիստոսի մեր ծառայությունը մեր ցուցաբերած սերն է ճշմարիտ Քրիստոսի աշակերտներով։ Բայց երբ հովիվը գոտրվի, դերը իրեն ապաշխարության արիթ կտա։ Հովիվին արժանապատվություն։ Սիրելիներ, իրարու ապաշխարության արիթ տանք։ Իրարու հետ վարվինք շնորհքով։ Ամեն կսա կսխալինք, ամեն կսա գրնանք ինալ, իրարու երկայնամի դրնանք։ Որսոր չլանք հրացանը ծերկերնից տեսնենք, որ որսը եկավ, հավատացյալը սխալեցավ, խփենք։ Ամերիկայի մեջ ինչպիսի քիրքեր կա, գսե թե եկեղեցին այն ընկերությունն է, որ իր անդամներուն չի խնայեր։ Վաու։ Այսինքն մեկը որ ինգա գխփեն։ Հա, տեսա,
Ասմեխը կործեց։ Այս Քրիստոս եկեղեցու հովիվներուն ինչպես բանգը։ Արի տանք, այսինքն շնորհքով վարվենք։ Դեսը կամ փոքր։ Փառք որ Քրիստոսի ցերկերում մեջ ենք։ Թերևս կոդրված է, սակայն դակավին Քրիստոսի ցերկերում մեջ ես։ Կանգնիր, ապաշխարենք։ Փառք որ Քրիստոս կճաշտա մեր գործերը եւ մեզ կհրավիրե գրգին վերադառնալու մեր առաջին սիրո։ Մեր լավ գործերը կգնահատե եւ մեզի կսե արի վերադարձիր։ Եգու ցերկերուս մեջ ես։ Կանգնիր։ Փառք որ Քրիստոս մեզի ապաշխարության արիթ է տալիս։ Այսօր եւ գրգին անգամ Քրիստոս մեզ հրավիրում է ծառայել։ Ինգանք գոդրվեցանք, մեր սերը բաղեցավ, չի հրաժարինք, կանգնենք։ Վերջնապան, հորդոր 7 եկեղեցիներում, ով ասյո եկեղեցիներ լսիր, ով սիրելի եկեղեցիներս և զավակներս ամեն ուր, լսիր նաև խոստումս։ Ինչ կսե, անոր լսելու ականջունի թող լսեր հոգին ինչ կսե եկեղեցիներուն եւ միայն ժամանակ Հիսուս կսե անոր գահախտե անոր ուդել պիտի դամ գենատ ծարեն նվիրված հովիվին եւ նվիրված հավատացյալներուն իսկական հոգի բավարարությունը սիրելիներ երկրի վրա չէ Մենք չգարզենք, որ երկրի վրա գուկավորն ու որ գպավարարունք։ Այո, քող գլան, բայց իսկական պավարարությունը դերոչը մոդ է և դերոչը պատրաստած գենատ ծարն է։ Հիսուս աս եկեղեցու հովիվին ըսավ ցերկերուս մեջն ես։ Եվ վերջավորության ըսավ, ապաշխարը և կաղթես կեզի ուդել պիտի դամ գենատ ծարը։ Ինչու բավականին շեշտադրեցի, որ այս հովիվը չէր քնահատված, որովհետև դերը գսե քու քնահատանքը իմ քովս է, իսկական քեզ կոհացնող, եւ դու քու փնդրած կյանքդ, քու փնդրած բավարարությունը գենատ ծարեն գարնես, կյանքի ծարեն գարնես, ասոնք բոլորը իրարու հետ համեմատելով, աս եզրակացության եկանք։ Ինչ կսե եկեղեցվո, տուն իմ ցերկերուս մեջն ես, տուն քու առաջվան սերը թողած ես, բայց տուն խոստում ունիս հասնելու գենատ ծարին, շարունակ է, առաքյալը կսե ետևի եղածները մորցած են, անցյալով ապրողը ներկային մի չի շենվի, չի զորավար, Հիսուսին այնք։ Ես պաց տողուցի այդ բաժինը, որ գսե Նիկողոսյան վարդապետության հետևողներ ունիս, որոնք թուն գադես, ես ալ գադեմ, աս Նիկողոսյան վարդապետությունը ուսուցումը հստակ, բատմականալ բացատրություն և մեկնություն չունի։ Կհանդիպինք երրորդ եկեղեցվո մեջ, կրկին անգամ, բայց շատ հստակ երևում է, որ այս վարդապետությունը առնչություն ունի մարմնի ցանկություններու հետ, ընտանեկան փլուզումի հետ։ Նիկողոսյանը մեկ անգամ կհանդիպին գործ առաքելոցի մեջ, որ ինքը նորահավատ էր, բայց ընդրվեցավ սարգավակներու մեջ, վերջը անունը մեկ անգամ հայտնություն Հովաննուին մեջ կտեսնենք, որ ինքը շեղում ունեցավ։ Հիմա ես կրնամ ձեզի մի քանի րոպեով ներկայացնել, թե երեք տեսակ տեսություն կա, ինչը ասկործված մեղք է։ Եվ կրնալ, որ մեկը ասպես ավելի, ասպես, ինչս է, բերջ է, որ մեկը ասպես ավելի փայլուն է, անոր մոտ երտանք, բայց հոչ չէ հիշված։ Սակայն հատվածներում մեջ հստակ է, այն մեղքն է, որ դերը գադ է։ Ասիկա երկուքեն մեկն է,
ամուսնալուծում, բորոնություն։ Հիմա եթե քրիստոնեական պատմական հանրագիտարանի մեջ եղած բացատրությունները դա լավ գիտություն է, բայց բանը չի փոխել մեզ։ Եթե շատ հետաքրքրված ես, պատկանում եմ վերջ կրնամս եւ գամփոփեմ։ Եվ վերջին նախատասությունը գրտնեմ, դու Քրիստոսի ձեռքերու մեջ ես, զգուշացիր առաջվան սերը չթողես, դու խոստում ունիս հասնելու գենած ծայր։ Եկեք աղոթենք, որովհետեւ շարունակենք ապրի մեր առաջին սիրո ճշմարտությունը։